Ժողովուրդ եկանք տուն, մինչև փոխվելս, մի հատ աշխատանք անեմ, ու մի հատ վիզիո բան ունեմ, այդ ինչ են ասում, մի հատ էս ակնոցներ տնեմ օրդինատորի, վիզիո, մի վարկյան հացն եմ բերել։ Salut! Hier j'ai dit à ça, c'est pas mercredi, normalement c'est jeudi. Là on est mercredi. Si c'est mercredi. On est mercredi aujourd'hui, je pensais que c'est jeudi. Merci. Լավ չեմ, ոյ, երեխեք մի վարկյան մի հատ կնոջը ուղարկեմ մեսաժը ուրբաթ օրվա համար։ Երեխեք ձեր համար ոնց ա որ ինձ թվացել է թե այսօր չորեքշաբթի այսօր ասում եմ մարդ հացը չբերեց այդ մարդը մոռացավ։ Réunion jusqu'à demain, je te dis ça, OK։ Ուրեմն եկավ ահագին գործ ունեմ անելու։ Ես հիմա փոխվեմ։ Տները մի հատ մաքրեմ, այսինքն ավել եմ հավաքի, որտեղ տես կիսատ թողեցինք ուշեր արդեն մամային տարա բժշկի Վարսավիրյանոց և ունեմ այս ամբողջ թղթերը պետք է տեղավորվի պատվերների մոմենտն ա վաղը գալու ունեմ բավականին շատ թղթաբանական գործեր Ինչ պիտի անեի երեխեք, այնքան գործ ունեմ անելու, որ սենց խառնել, որ ասպա խառնեմ։ Ուրեմն ճիշտ ասած նախքան իմ գործին անցնելը, քանի որ բյուրոյում եմ, ինչպես տեսնում եք, եւ ունեմ բավականին շատ գործեր, կես ժամից սկսելու է իմ վիզիո կոնֆերանսը եւ ես ճիշտ ասած որոշել էի փոխվել, հետո ասեցի փոխվեմ, մի հատ տները մաքրեմ, տենց ասենք հավաքեմ Մեսաժ ստացա, որ վիզիո կոնֆերանս կա և բնականաբար մեր հին աշխատողները անպայման պետք է կապնվեինք դիրեկցիայի հետ։ Ուրեմն ցանկանում եմ խոսել մի թեմայի շուրջ, որը որ ինչ-որ ոմանց ցավոտ է, բայց պետք է խոսեմ։ Ուրեմն ասեմ ձեզ, որ ես արձագանքել էի այդ կնոջ գաղափար է, էլի, որ ասենց ասենք, որ ինքը մինուճար եւ այլն։ Եվ այսօր ես հանկարծակի մայրիկին տարել էի Վարսավիրանոց եւ հանկարծակի նկատեցի, մեսաժներն էի կարդում, ասեցի, քանի որ ժամանակ չեմ ունեցել, դες զբաղված բան, միշտ երեկոյան եմ կարդում, եթե չեմ սխալվում անուն ազգանունը։ Եսայան Վարդուշ Եսայան, ազգանունը հիշում եմ, Եսայան, որտեղ մեր դասատուն էր։ Ուրեմն շատ գեղեցիկ գրել էիք եւ ես ճիշտ ասած չէի մտածել այդ արգումանը լավ էիք գրել էր սիրելի Անայի ջան տիկին թե Անայի չգիտեմ ես ուղղակի ապշած եմ մնում ոնց կարող է մարդը ասենք խոսքի դուք 1 երեխա ունես կամ ունես 5 երեխա ամեն մի երեխան իր ծնողի մինուճարն է մինուճար Չէի մտածել եւ ես կարող եմ ձեզ ասել որ բրավո դա մտավ իմ ուղեղի մեջ որտեղ իմ մաման միշտ ասում էր իմ 5 մատը մի մատս ցավացնեն ես ինձ կկորցնեմ որովհետեւ ամեն մի երեխան մինու ճարը 5 մատը տարբեր է ամեն մեկ քոնն է մի մատդ կտրվի հոգիդ կցավա Եվ այդ թեմայի շուրջ դուք շատ էի գրել, ես ուրախ եմ, ուղղակի գիտեք, երբեմն արձագանքում եմ, ես ես բարձրաձայնում եմ, պաղդոն, որպիսի երիտասարդ աղջիկներ կան, որոնք որ մեծացել են, ասենք, այդ ատմոսֆերայում, այդ մթնոլորտում, դուք էլ ինչ որտեղ փոխեք ձեր մտածելակերպը եւ մտածեք, որ երեխային մեր համար չենք բերում Երեխան գալիս է, այս աշխարհ մենք ունենում ենք երեխա, փայփայում ենք, սիրում ենք, մեր սերն է, մեր հոգին է, մեր կյանքն է։ Եվ հետո արդեն որ մեծանում է, թե մեր առնում թռնում գնում է 18 տարեկան, արդեն երեխան մեծ է։ Մենք երեխային հեռվից, ասենց ոտքով անդադ, այսենց հրելով ուղիղ ճանապարհ ենք տանում, Երբ որ արդեն իրանք իրենց անձնական կյանքն ունենում են ու արդեն դու հանգիստ գլուխդ դնում ես բարձին, ասում ես լավ է, իմ տղան կամ իմ աղջիկը իր կեսին գտա, հանգիստ ապրեմ, այդ ժամանակ արդեն դու հանգիստ ապրում ես։ Իսկ ինչ վերաբերում է շատ մարդիկ սիրելիներս հնարավորություն չունեն առանձնանալու, հնարավորություն չունեն բաժանվեն, իրանց տղան փող չունի, աշխատանք չունի, մայրը աշխատանք չունի, տղան հետ ապրում, դա ուրիշ բան է։
Դա ուրիշ թեմա է լրիվ։ Եթե մի գեղեցիկ օր Աստված չանի իմ երեխաները հնարավորություն չունենան տուն վարձել, իհարկե պետք է գան ապրեն ծնողների հետ։ Դա տենց է, դա արդեն կյանքն է ցույց տալիս, բայց իհարկե ցանկանանք, որ բոլոր երեխաները թող ունենան աշխատանք, իրանց ձեռքը երկար լինի, անհատական, իրանք իրանց տան մեջ վիճում են, սիրում են, համբուրվում են, ինչ ասեմ, ինչ ուզում անում են, դա իրանց տունն է, իրանց պատերի ներսում ամեն ինչը կատարվում, ծնողները կողքը չեն, որ ցավա հոգիները, անկախ քեզանից դու ես խառնվես, դու ես ինչ որ մի բան ասես, ու այդպես իրանք երեկոյան պարկում են քնելու, իրանք արդեն բարышում են։ Դա է կյանքի օրենքը։ Ուրեմն մի քանի օր առաջ մեկը ռուսերենով ինձ մի հատ մեսաժ էր գրել, քույրս ասեց Անա, եթե մի հատ կարդամ, մեկը մի հատ տխմար բան է գրել, ճիշտ ասած արդեն դրանց չեմ էլ նայում, գիտեք, չէ, երեխեք ջնջում գնում եմ, ուղղակի նայեցի տեսնեմ ռուսերեն է գրել, դե ես լավ հետևորդուհիներ ունեմ, որոնք բոլորը ռուսկոյազիչնի աղջկանայք են, ռուսերեն են գրում, եւ ես դրա մեջ ոչինչ չեմ գտնում, եւ ես անգամ իմ համար ավելի հեշտ է ռուսերեն պատասխանել, քանի որ ռուսերենը խոսալով եմ պատասխանում, եւ շատ ուրախ եմ դրա համար։ Կան աղջիկներ, կանայք, որոնք իրենց անունը ռուսերեն են գրում, օրինակ իմ անունը Անայիտ է եղել ռուսերենով, որտեղ աշ չի եղել, բայց հետո որ արդեն անցանք ես լատիներենին եւ այլն, հաշ տառը կա։ Անունը Համեստ, ռուսերեն գրել էր Ամեստ, շնիկ Ամեստ, ուրեմն տիկին Ամեստ, նախ եթե դու ուզում ես ինչ-որ մի բան սենց չար բան գրես, էլի, քո այդ կարճ խելքով, հայերեն գրի, եթե լավ բան ես գրում, կարաս ռուսերեն գրես, բայց հայերեն գրի, որովհետև որ վատ բան ես գրում ռուսերենով, դա ուղղակի դու 100-ով 0 տարվում ես, պարտվում ես, որովհետև ես հայերեն վատ բառեր չեմ գրում, բայց ռուսերեն գրում եմ, որովհետև ռուսերեն իմ լեզուն չի, եւ ես քեզ ռուսերեն անենց եմ ուղարկում այն որտեղ որ պետքն է, որ մեշքիդ վրա, ասես հետույքիդ վրա երևի մի 10 կռուտ պտույտ պտտվել ես քո տանդ մեջ։ Եվ ես YouTube-ին զգուշացրեցի, որ սրան բլոկի արեք ամբողջ YouTube-յան ալիքներից։ Ինձ հարց տվեց, ցանկանում եք գտնեմ իր հասցեն ձեզ ուղարկեմ։ Ասեցի, չգիտեմ, կուզեմ թե չեմ ուզի, բայց պետք չի, որովհետև ինքը ես իրան խղճում եմ։ Եթե քեզ չի հետաքրքրում իմ բլոգը, եթե դու զարմանում ես, նախ ինչ էր գրել, вы взрослая женщина, взрослая, էլի։ Նախ взрослая женщина-ի մեջ ես բավականին շատ դրական բաներ եմ տեսնում, պիտի դու խելք ունենաս, որ դառնաս взрослая женщина, նախ ես взрослая женщина չեմ, ես Անահիտն եմ, взрослая женщина-ն տարեց կինը, տատիկդ է։ Առաջին, երկրորդը, եթե դու ինչ չես ճանաչում, իմ բլոգները ուղղակի պատահաբար այդ օրը մտել ես, տեսել ես, ես մի հատ քեզ խորհուրդ կտամ, եթե կարողանաս մի հատ հետ գնա նայի, տես ով եմ եղել ես։ Եվ արդյոք ես կնոջը կարելի է մի հատ ավելորդ բան գրել, թե չէ։ Ես ասել եմ եւ կասեմ, սիրելի հետևորդներ ջան, իմ նոր հետևորդներ, նրանք ովքեր պատահական կմտնեն այս բլոգը կտեսնեն։ Շատերը իրենց, ինչ են ասում, գովում են, գովաբանում են, դե որ ես բլոգեր եմ, դե որ ես ինֆլուենսեր եմ, դե որ ես հաճախակի հրավիրված եմ էվենթների, իվենթ եք ասում, ինչ եք ասում անգլերեն, դե ես որ բլոգեր եմ, դե ես որ շատ ճանաչված բլոգեր եմ, դե ես որ ռեկլամներ եմ անում, ես բլոգեր չեմ, ես Անահիտն եմ, բացել եմ այս ալիքը, որ քո նման տխմարներին մի քիչ խելք տամ, դաս տամ, բայց այդ անտեր մնացածը պիտի դու խելք ունենաս, որ դաս կարողանաս սովորես, բայց դե համենայն դեպս էս էլ հերիք էր, որ դու ուղեղիդ մեջ հասկանաս, որ դա կապ չունի, թե դու քանի տարեկան ես, 20 ես, 30 ես, եթե քեզ ձեր չի տալիս նայես 60 տարեկան կնոջը, գնա նայ 10 տարեկան երեխաները, երևի ուղեղի ծալքերն այդքան է։ Ինչ եմ ուզում ասել, սիրելիներս, ուզում եմ ասել, որ այդ տիպի մարդկանց պատճառով է լինում այս աշխարհը սենց խառնվում, որովհետև երբ որ մարդը տգետ է լինում, դա կապ չունի, որ ինքը լավ է սովորել դպրոցում, ինքը իծնե տգետ, տխմար, չար մարդ է լինում, պատերազմներն ու այդ կոնֆլիկտները լինում են այդ մարդկանց պատճառով։ Խղճում եմ ձեզ, խղճում եմ ձեր նման մարդկանց։ Ինչ ասեմ, նախանց բառը դաժե քիչ է ասել, չար սատանա,
չար սատանեք եք դուք, ովքեր որ չէ որ բարու կողքը միշտ եղել է, չէ չարը։ Դրա համար դուք գրողի ծոցը պիտի գնաք, որտեղից եկել եք այդտեղ պիտի գնաք, որպեսզի նորմալ դրական էմոցիաներով մարդկանց ալիքներ չմտնեք ու չխանգարեք մեր հրաշալի փոքրիկ YouTube-յան ընտանիքին, ովքեր հաճույքով նայում են, ծիծաղում ենք միասին մեծանում ենք, միասին ծերանում ենք, միասին քայլերով քայլ առաջ են գնում, այդ տխմարիկ։ Այդպիսի բաներ սիրելիներս, ամեստ, անունդ էլ համեստ են դրել, գոնե մի քիչ համեստ եղել էլի, այսինքն ինձ թվում է այդ որ հաշտարը հանել են անունից, մնացել ես ամեստ էլի, ամնեստիա, չես էլ ամանչում, հայ կին ես էլի, քեզ մի քիչ հայավարի պայի էլի, մարդիկ բլոգ կդնեն, բլոգը որն է, մարդը դուրս է եկել, ժուրնալիստը խոսում, իրավունք ունես կրիտիկի անելու, ինչ-որ քննադատելու, դուրս չի գալի, ինքը սխալ է խոսում պոլիտիկայից, բայց իմ ալիքը ոչ պոլիտիկա է, իմ ալիքը ոչ խոհարարական ալիք է, որ կարող եմ սխալ մի բան ասենք, կարտոֆիլը դնեմ սենց, ասես էսի, հələ դաժե դրա վրա էլ իրավունք չունես, որովհետև խոհարարը ինքը ազատ է անի այն ինչ անում է։ Ես ոչ երգում եմ, որ ասես նոտան լավ չի բարձրացել կամ գցել կամ ասենք ինչ-որ մասնագետ է, էլի կրիտիկա անի։ Քեզ ինչ թե ես ոնց կվարեմ իմ ալիքը, ես ով եմ, 60 տարեկան եմ, 70 եմ, 80 եմ, այդ տգետ ամեստ։ Ես շատեր նոր նայում եմ գրել էին, որ մեկը կար ասում է, я никогда не ոնց էր գրել, я никогда не отвечаю этих հեկերով ռուսեր, ես բացարձակապես դա չեմ ընդունում, որ թողնես այդ հիմարները քո վրայով անցնեն, ինչա թե դու շատ մարդ քեզ նայեն։ Որակ, երեխեք ջան, որակ, ոչ թե քանակ, այլ որակ։ Որակ եւ որակ։ Քան գործեր ունեմ երեխեք, քան գործեր։ Etc. Ինչ լավ է, սևոկա։ Как хорошо, что все хорошо։ Դե լավ, սիրելիներս, այդքան բան։ Հա, մեկի մի բան էլ ասեմ իմ ժողովուրդ ջան, այսքան բանը ես որ խոսում եմ, չմտածեք ես ջղայնանում եմ։ No, ես այդ ուղակի տխմար մարդկանց խղճում եմ։ Ես ուղակի դուրս եմ եկել եթեր, որ բոլոր բլոգերների, նրանք ովքեր նայում են շատ բլոգերների ու տեսնում եք, որ այդ մարդկանց կարող են ինձ բացարձակ բան չեն գրում երեխեք։ Ասեմ ձեզ, սկզբի շրջանում, ասենք մի 2-3 հոգի կարող է տենց բանը ցանկություն հայտնեցին, իրանք լավ էլ իմանում են, թե ում էջին ինչ գրեն։ Դե լավ երեխեք ջան, ձեր հետ շատ լավ է, բայց ձեր Անահիտոչկան, надо нужно ее работать, մնացից մի քանի րոպե, работать եւ օրդինատիր դեմ, ես պիտի մի ժամ նստեմ։ Իսկ ինձ սպասում է նաեւ աշխատանք, տուն մաքրել, հավաքել, գինին ունենց եմ թափել, պիտի գնամ մի հատ գետին հատակը լվանամ, պիլասոս անեմ, մաման մեկ ասում է, այ բալաջան, ի՞նչն է քեզ բանանում, վրա շտապացնում, կանես էլի։ Ասում եմ, մամանյա, ես չեմ կարողանում, ուղեղս ուշկու միտքս երեխեք, այդ սենյակներն է, որ պետք է գնամ մաքրեմ։ Այդպիսի բաներ սիրելիներս։ Բարույս ժողովուրդ ջան, բարույս իմ սիրելիներս։ Շատ շտապ գործով գնացի դուրս եկա, քանի որ բոլորը գիտեք, հյուր ունենք, մեր սիրելի Սուսանան է գնաց Սուսանա, եկեք շուրջ ամես կողմ համ գործ անեմ, լվացքը, ուրեմն երեք մեքենա, ինչ-որացնող մեքենա, ներվայնացրեց, կանգնում, չի առաջ գնում, ես չգիտեմ թե ինչ է, ճիշտ ասած անջատեցի, միացրեցի, տենց եմ անում ընդհանրապես, էլ չաշխատեց, վերջը, ասեցի ավելավար չունեմ, Սերժիշորը ես հիմնականում չորացնում եմ մեքենայի մեջ, շատ-շատերը ասում եք, Անահիտ, դու չորացնող մեքենա չունես, ունեմ սիրելիներս, ունեի երևի թե, բայց մի հատ պիտի հրտեսնեմ ինչ է կատարվել, ասենց հատատեմ, քանի որ ինքն ասում է դատարկել, բայց ամեն ինչը դատարկ, ամեն ինչը մաքուր, վերջը ինչ որ է երեխեք ջան, գնացի այսօր գործերով, չեմ փոխվում, ոնց
գնացել եմ, այ այդպես էլ հետ եմ գալ կմնամ, մի քիչ ուզում եմ տները դասավորեմ, որովհետև մի վարքյան մոտիկացնեմ, ուզում եմ տները դասավորեմ, մաքրեմ, չնայած հավաքած է, ուղղակի գործեր ունեմ, բյուրոս մի հատ կարգի բերեմ եւ ունեմ բավականին շատ թղթերի հետ կապված եւ ես այսօր մինչեւ իմ կլիենտիս գալը, հաճախորդիս գալը, ես երևի թե բան անեմ ամիջա այդ գործերից բացել։ Հա։ Հիմա դրա համար ճիշտ ասած մտածեցի, այս կուրտկան էլ հանեմ, ավելի ազատ լինեմ, եկի ասեցի դրա փոխան գնան երկուքին են գալու։ Այդ ժամանակ նոր կփոխվի, որտեղ առավոտը տունը ցուրտ է, սա փեջ վառել է, բայց հանգել է փեջը։ Կրակ խփեմ, որովհետև դուրսը, որ ասեմ այդպես տակա սուտ կլինի, քամի, աթոռներս թռել է աջ ու ձախ։ Ժողովուրդ ջան, Սուսաննայի համար, ասեմ, բոլորդ գրել եք, այո, շատ լավ անցավ։ Մայրիկը եւ Սուսաննան նրան իր հիշողությունների գիրկը մինչև ժամը 1-ը 1:30 զրույց, ծիծաղ, ես լսում եի իրանց ծիծաղ, ես պարկած էի ճիշտ ասած, ու ես այնքան ուրախ էի, որ իրանք իրանց հիշողությունների մեջ, իրանք իրանց հիշողությունների գիրկը, սա այդքան լավ չի չորացել, այդպիսի բաներ սիրելիներս, ահագին շորերկան չեն չորացել, և ես դրա համար մի ռադը, որը որ չորացել է, ուրեմն չորացնող մեքենայի մեջ արդեն համարյա թե չորացնում էր, բայց դե արի ուտես, որ ինչ-որ մի բան է կատարվում, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում, հեսա պեսած գա մի հատ ասեմ նայի, Սուսաննայի ամուսինը հասկանում է տեր բաների շատ, ամուսինս չէ, էլեկտրականության, էլեկտրոնիկային բաների հետ գլուխ չունի։ Տենց բաներ, սիրելիները շատ շնորհակալ եմ ձեր հրաշալի բառերի համար, մայրիկի կապակցությամբ։ Այո, մայրիկը շատ ուրախ է։ Հեսա այսօր մեր մոտ ամսի, քանիսն է այսօր մեր մոտ լրիվ կորցրել ենք մեզ, այսօր 5-ն է ամսի, մայրիկի ծննդյան տարեդարձը 7-ին է սիրելիներս, մարտի 7-ին, բայց մենք 7-ին չենք նշի, մենք նայում ենք մեր բոլորս, որ լինենք տանը, որտեղ մայրիկը ցանկացել միայն իր թոռնիկները եւ իր երեխաները։ Եվ պիտի հարմարացնենք, որտեղ բավականին մեծ այս երկիրը, բոլոր տարբեր կողմեր են, աշխատում են, չգիտենք, ժամկետը չենք իմանում, օրը չենք իմանում, համենայն դեպս մենք մեզանով փոքրիկ, դե բնականաբար եթե լիներ հայկական ռեստորաններ այստեղ եւ այլ, բայց մայրիկը այդ, ինչպես դուք ճանաչում եք, այդ տիպիկանանցի շի, որը որ ձգտում է բանը ցույց տալ։ Մենք ավելի մեր նեղ մասշտաբով իր գերդաստանով, ասենց ասած իմ գերդաստանով։ Եվ այդպիսի բաներ սիրելիներս։ Հիմա չգիտեմ, երբ կլինի, բնականաբար չեմ կարող ամբողջը ցույց տալ, քանի որ շատերը կան չեն սիրում նկարահանվել եւ չեն ուզում դուրս գալ, բայց կաշխատեմ մի քանի կադրներ անպայման դնել, որպեսզի դուք էլ մեր հետ լինեք։ Ծննդյան տարեդարձն է, շնորհ երեխեք ջան, ես իմ ծննդյան տարեդարձը միշտ շատ եմ սիրել, ու միշտ մաման ասում է, ես ձեր ժամանակ չէի հասկանում, ասում է, այ մարդ, դե ծնունդ է, այդ բան չէ, երեխեք, պիտի սիրեք ձեր ծնունդը, պիտի սիրեք մեր ծնունդը, որտեղ ամեն տարի մենք ապրում ենք, պիտի ուրախանանք, որ մի տարի էլ ավելացան, մարդիկ չեն ուզում նշել, իհարկե դա ձեր նախասիրությունն է, դա ձեր ընտրությունն է, բայց խորհուրդ եմ տալիս ձեզ, սիրելիներս, իմ խորհուրդս ուղղակի ոնց որ հիմարն ասեց, տարեցքին իր տատիկն էր։ Գիտեք ինչ, 62 տարեկան եմ դառնալու շուտով եւ ես հպարտ եմ դրանում։ Եվ ես տարիքին թվեր եմ միայն տեսնում, ես չեմ տեսնում, որ տարիքը բարձրանում է։ Ես ուղղակի ուրախանում եմ, որ մի տարի նորից անցավ, ես մեծանում եմ եւ ապրում եմ։ Սա այս ինչի չի չորացել։ Չէ, սա չորացել։ Մայկաները չորացել են, բայց բան ինչա, բայց մայկաները չորացել են, բայց ահագին բանկը չեն չորացել, նասկիները չորացել են, այո, տեղերը փոխեցի, լվացեցի, փոխեցի, չորացավ, ամեն ինչը արված է,
ինձ մնում է միայն եւ միայն անցնել իմ բյուրոյի աշխատանքին եւ ես ուղղակի արդեն գիտեք եմ որ sense հասնում եմ բարձր գագաթնակետին այդ բյուրոյի աշխատանքը, բայց ինչ արած ժողովուրդ ջան, ինչ արած։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, շատերը Instagram-ով ինձ գրել են Կանայի ջան, Դավիթի լինքը դու YouTube-ում էլ մերսի ձեզանից շատ շնորհակալ եմ, հյուրաներով եք զանգում էին։ Ուրեմն Սերգեյի սվիտերները, այս սվիտերատիպիները չի չորացել, նորմալ է։ Մենակ տեսեք իմ դրսի աթոռները ուր են թռել։ Քամին չի դադարում, ես մի հատ ստեղ էլ մաքրեմ, այսօր որոշեցի իմ լուկը լինի սև և կարմիր գազարագույն։ Գիտեք ինչ երեխեք, շատերդ հարցնում եք, Անահիտ, իսկ ինչ ես կարծում գույների համար, գույների և մորֆոլոգիա, դրա մասին կխոսեմ, բայց մենակ մի բան կարող եմ ասել։ Իմ հետևորդներից մեկը գրել ես եմ կարճ և չգիտեմ ես կլորիկություն ունեմ և այլ և այլ։ Երեխեք, ասեմ ձեզ մի երկու բան։ Ուրեմն տեսնում եք ես իմ տաբատը։ Այս տաբատը նայեք տեսեք, դաժե սա իմ համար երկար է։ Եթե մի քիչ այս ես ծալում եք, ինքը ավելի ձեզ բարձրացնում է, բայց սա ծալելու համար չի, որտեղ թողքը պրարեղ կա։ Ուրեմն, տեսեք սա ոչ թե կարճ է, այս սա ամենալավ հարմար չափսն է։ Երբ որ ունենք կլորիկություն, մեջը դնելը դա պետք չի։ Ես հետո պատահաբար ընկա մի հատ ջահեր աղջկա բլոգի բանի վրա, շորտ ռել էր գցել, գիտեք երեխեք, մենք կարող ենք ասել, որ մենք ունենք մեր մարմնի բոլորս էլ ունենք թերություններ, շատ քչերը կան, որոնք պարֆե են իրենց համարում, պերֆեկտո, բայց իրանք պախվե չեն։ Պերֆեկտո ոնց են պախվել բանը 100%-անոց մարդ չկա։ Կա մեկի տասնա, ու ամեն մարդ իրան չի սիրում, դրա համար այսօր շատ-շատեր իրանց վիրահատության տակ են դնում, որպեսզի լինեն պախվել։ Այդպես էլ ընդհանրապես այլանդակվում։ Մեկը սիրում է փոքրիկ հետույք, մեկը սիրում է մեծ հետույք, մեկը սիրում է դիհար, մեկը սիրում է։ Գիտեք, ամենակարևորը այս հարցի շուրջը ես երկու բառով խոսամ, կարևոր որ մենք մեզ սիրենք։ Հետո մի հատ երեխա ջահել աղջիկ է, բավականին դառնի աղջիկ է եւ ինքը իր մարմինը շատ է սիրում։ Ես հարգում եմ այդ տիպի մարդկանց։ Հարգում նախ երիտասարդ է, ինքը իրավունք ունի ինչ որ էքստրեմների մեջ ընկնի։ Բայց ասեմ ձեզ, որ ինքը չի վատ զգում, որ ինքը մի քիչ բանա, ֆամը ֆոխտը կինը, ուժեղ կինը, էլի, այսինքն մի քիչ լիքություն ունի եւ այլ եւ այլ։ Ժողովուրդ ջան, կարևորը, գիտեք, երբ որ մենք սկսում ենք ասես թաքնվել, դա նշանակում է, որ մենք մեզ չենք սիրում։ Իսկ եթե մենք մեզ սիրում ենք, մենք այսենց ենք կանգնում։ Սիրել և ճիշտ հագնվել, սիրել մեր մարմինը և ճիշտ հագնվել, դա նույն բանը չի։ Երբեմն մարդիկ իրենց այնքան են սիրում, որ իրանք մոռանում են, որ իրանք ունեն թերություններ և սկսում են էքստրեմների տակ։ Դա գալիս է տարիքային, այսինքն 35-ից բարձր, 30-ից բարձր։ Բայց որ են պուջուր ջահել աղջիկներ կան 15-ից մինչև 25 տարեկան ցանկանում են, իրենք էլ են երիտասարդ, իրենք էլ են ցանկանում լինել թրենդային և ուզում են ցույց տալ իրենց փոլի հատվածները, դա ինչ որտեղ նայվում է, որովհետև գիտես, որ այդ երեխան էլ է ինքը ցանկանում լինել այնպես ինչպես կա։ Այսօր շատերը, այո, այդ ավելորդ քաշից չեն կարողանում անջատվել, բաժանվել, հեռանալ, դրա համար անում են վիրահատություններ և ես ինչ ասեմ, հարգանքներս, դա իմ համար առողջություն է ավելի շուտ, քան որպեսզի ես հագնեմ ներշորի բան, բայց դա այնքան դժվար բան է հոգեբանական, ես շատ կլիենտներ ունեմ, որոնք արել են, կան որ շատերը դեպրեսիայի մեջ են, կան շատերը, որ նորից էլի գերանում են և այլ և այլ։
Հիմա անցնենք այդ մոդայի մոմենտով, իմ սիրելի տիկին ջան, երբ որ մենք ունենք կլորիկ հատվածը, փորի հատվածում եւ ունենք ստամոքսային հատված, բայց ունենք բարակ ոտներ, ես միշտ ասել եմ եւ կասեմ, ուրեմն վերևի հատվածում հագնում եք մի քիչ լայն ընդարձակ բլուզներ, վերնաշապիկներ, մորանում ենք մայկան, որ 3 շերտով երևում է, շատերը կան տարիքով տեսել են, իրանք ինչ ուզում են ցույց են տալիս։ Հագնում եք լայնոտ եւ հագնում եք մինչեւ շատ երկար չէ, որ ձեր հետույքը չփակի, կարճոտ։ Եթե դուք կարճ եք, եթե դուք բարձրահասակ եք, կարող եք երկար հագնել ու տաբատ, որը ձեր ոտքերը նիհարեն, ցույց տա եւ ցույց տա հիմնականում ձեր բարակ ներուղեղը երեխեք զանգում են, ուրեմն որտեղ կանգնեցինք, մոռանում եմ, երբ որ բարակ ոտներ ունենք եւ մի քիչ լայնոտ վերև, ցույց ենք տալի, եթե ոտների կոճերի մասը նիհար է, ցույց եք տալի միայն, անգամ որ լայնոտը էլի եք ցույց տալի, երեխեք ջան, դա ձեզ սլացիկացնում է։ Եվ ընդհանրապես Աստված ստեղծել է մեզ ինչպես ստեղծել է։ Կարևորը ես էլ եմ ձեզ ասում, քաշը դա գալիս է մի տարիքից բարձրանում եք 50 տարեկանից, դա առողջություն է արդեն, ոչ թե մանեկեն։ Մենք բոլորս էլ գիտենք, որ այդ որ տեսնում եք լրիվ sense չափած չափերի մեջ, դրանք հիմնական մանեկեններն անորեքսիկ են, որովհետև իրենց արգելում են ուտել եւ այլն եւ այլն։ Դրա համար մեզ մի կյանք է դրված, եկեք ապրենք ճիշտ, եկեք ճիշտ երբեմն նայենք մեզ հայերի մեջ եւ չամանչենք մենք ոնց կանք։ Չամանչենք, ուղղակի չամանչենք, ասենք, էսա, Աստված մեզ էսա տվել, մենք սենց ենք։ Շատերդ ասում եք անա, դες ամեն ինչ, քեզ ամեն ինչ սազում է, դու բարձրահասակ եք, երեխեք սխալվում եք։ Ես էլ եմ ձեզ ասում, եթե ես հիմա ուզենամ դառնամ խեղկատակ, այնց բաներ կհագնեմ, որ դուք ուղղակի կասեք, էս են Անահիտն է, այսինքն ինչ էլ դու հնարավոր չի չունենաս այն պերֆեկցիոն, սելյուլիտ, ոտների հատված, ասեք ազդրերի եւ այլն, փորի, բոլորս էլ ունենք։ Բայց գալիս է մի հատ հագնվելու կուլտուրա, որ մենք մեզ նայում ենք, տեսնում ենք, սիրում ենք եւ ընդունում ենք, ընկալում ենք այնպես ինչպես կանք։ Դրա համար սիրելիներս, դրա համար ես ձեզ մենակ մի բան կարող եմ ասել։ Եղեք առողջ, ամենակարևորն է կյանքում առողջությունն է։ Իսկ առողջ լինելու համար ավելի շատ սննդակարգին է պետք է ուշադրություն դարձնել, բայց ավելի շատ ֆիզիկական շարժումն է, այսինքն քայլել, շարժվել, անգամ տան մեջ որ հավաքում ենք, պիտի անդադ գնանք, անգամ եթե մի բանը դրած աստեղ, ես մեկ-մեկ ինադու թողնում եմ, գնում եմ այն սենյակ, գալիս եմ, վերցնում եմ, եթե ես իմ հեռախոսը այսօր դնեմ իմ գրպանը եւ սկսեմ քայլել, երևի ես տան մեջ 2 կիլոմետր քայլում, բայց դա այդ քայլը չի, ինչ դուրսը։ Հիմա այսօր ես ցանկություն ունեմ գնալ դուրս քայլելու, բայց քամի այնց ահավոր է, որ դա անգամ չես կարող առաջ գնաս, եթե աթոռներն ակշեն։ Դե լավ երեխեք ջան, գնացինք, ես ունեմ շատ գործեր բյուրոյին։